Վարշավայում Եվրոպայի լիբերալների համագումարն էր եւ շուրջ եվրոպական 60 լիբերալ կուսակցություններ քննարկում էին Եվրոպայի այսօրվա խնդիրները։ Մասնավորապես բոլորիդ հայտնի է, որ Եվրոպան այսօրվա իր լավագույն օրերը չի ապրում, անհանդուրժողականությունը, նացիոնալիզմը հաղթանակած գնում են որոշ երկրներում եւ դրա արդյունքում նաեւ տուժում է լիբերալ տնտեսությունը, ազատական գաղափարները, անհանդուրժողականությունը դառնում է գերիշխող։ Եվ Հայաստանին, որպեսի սա չսպառնա, Հայաստանի քաղաքական ուժերը, քաղաքացիական ուժերը, Հայաստանի հասարակությունը, ես կարծում եմ պետք է համախմբի իր ուժերը Հայաստանում ազատական գաղափարները, հանդուրժողականությունը, ազատ տնտեսվարությունը, ազատ մրցակցությունը, մենաշնորհներից եւ կոռուպցիայից զերծ տնտեսությունը ղեկավարելու, կանոնակարգելու, ուղղորդելու առումով։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները հակառակ ուղղությամբ են գնում եւ ավելի շատ պետական վերահսկողությունը սկսում է ավելի շատանալ, մեծանալ, որի արդյունքում հայկական բիզնեսը, հայկական գումարը, հայկական բիզնեսմենները Հայաստանից դուրս են գալիս։ Հայաստանը այլընտրանք զարգացման չունի, քան ազատականությունն է։ Հայաստանը այլընտրանք, քան քաղաքացուն, արտադրողին, բիզնեսմենին ազատ թողնելն է չունի։ Եվ մեր քաղաքականությունը առաջիկայում լինելու ընդամենը մեկը, ազատականության մեխը սա է, չխանգարել մարդուն նպաստել բիզնես դնելու, գումարներ դնելու, ռիսկայնությունից զերծ պահելու համար, ցավոք սրտի մեր քաղաքականությունը այդ ուղղությամբ չի գնում եւ ազատականացման գործընթացին հակառակ ուղղություն է, որ այսօր Հայաստանը որդեգրել է։ Եվ հայը, գումարը, հայաստանցին, բիզնեսը գնում են այնտեղ, որտեղ ավելի ազատական վիճակ է, որտեղ ավելի արտադրելը հեշտ է, որտեղ գումար դնելը ավելի պաշտպանված է։ Եվ այս առումով ես կարծում եմ Հայաստանի քաղաքական ուժերը, Հայաստանի քաղաքացիական հասարակարգը, հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, առավել եւս բիզնեսի աշխարհը, փոքր բիզնեսը, միջին բիզնեսը ոչ թե պետք է խռովի, ոչ թե պետք է թողնի եւ հեռանա Հայաստանից նպաստավոր ավելի լավ տեղեր գնալու համար, այլ պետք է պայքարի իրավունքների համար։ Եվ Հայաստանի միակ լուծումը Հայաստանի ազատական տնտեսությունն է, Հայաստանում ազատականության, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումն է։ Մենք կարծում եմ առաջիկա մի քանի ամիսներին այս խնդիրը կմատուցենք, որքան հնարավոր է Հայաստանի հասարակությանը, որպեսզի հայը, հայաստանցին, բիզնեսմենը ոչ թե խուսափի իր երկրում բիզնես դնելու եւ հանդուրժողականության դաշտ ստեղծելու, այլ պայքարի իր իրավունքների համար, եւ սա կարծում եմ պետք է դառնա մեր քաղաքական, քաղաքացիական, հասարակական եւ բիզնեսի աշխարհի հիմնական խնդիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Մարտուն Գրիգորյան, նախապատրաստվի պարոն Տևան Պողոսյանը։